Նիկոլը հավասար է 1 Նիկոլի։ Վահագն Ալեքսանյանը հավասար է 1.73 Նիկոլի, ասենք Նիկոլից ավելի շատ Նիկոլ է։ Այսօրվա վարչապետին հանգստանա մի տարի ռեստարտ անի, Էդմոն Մարուկյանը Նիկոլի մարդն է, Հովիկ Աղազարյանը Նիկոլի մարդն է։ Ինչ տարբերություն ձեր համար։ Աղազարյանը ոչ թե ուզում է իմպիչմենտի գործընթաց սկսի, այլ ուզում է վարչապետ կարգի ինչ-որ մեկին։ Ես դառնում եմ բանը, սրբագույն մարդ։ Ողջույն Արմլուր լրատվականի հարգելի հետևորդներ, այսօր մենք Արմլուր լրատվականի տաղավարում հյուրընկալել ենք Ազգային ժողովի պատգամավոր ՄԱՍ կուսակցության ղեկավար Հովիկ Աղազարյանին։ Պարոն Աղազարյանի հետ խոսելու ենք վերջին իրադարձություններից։ Պարոն Աղազարյան, սկսենք մայիսի 16-ի հայտարարությունից։ Հայտնի դարձավ, որ դուք եւ Հակոբ Ասլանյանը քննարկել եք ձեր կուսակցության վարչությունում եւ որոշում եք կայացրել իմպիչմենտի գործընթաց սկսել խորհրդարանում եւ ձեր վարչապետի տեխնացուն Լուսավոր Հայաստան կուսակցության ղեկավար Էդմոն Մարուկյանն է, որը Ազգային ժողովի նաև պատգամավոր է եղել, ասում եք, որ նա այն անձն է, որը կկարողանա փոխարինել Նիկոլ Փաշինյանին, փաստ է, այդպես է արձանագրում։ Նախ որտեղից սկսվեց այս պատմությունը, ինչպես որոշեցիք, որ պետք է ձեր տեխնացուն լինի Էդմոն Մարուկյանը, ինչից ելնելով նման որոշում կայացրեցիք։ Դե խորքային իմաստով ասեն երևի մոտ 2 տարի է, որ պարոն Ասլանյանը եւ ես մեր նախկին խմբակցության մեջ դիրքորոշումներ ունեինք, անհանգստություններ ունեինք, որոշ ժամանակ տարբերվում էր վարչապետի դիրքորոշումներից եւ կամաց-կամաց այդ ամենը խորացավ, բերեց վիճակին, ինչ որ մենք հայտնվեցինք։ Այո, դե ԿՊ-ից դուրս եկաք խմբակցությունից, չեք այժմ։ Հաս կառաջանա, բնական հաս կառաջանա, պարոն Աղազարյան, երբ որ դուրս եկաք խմբակցությունից եւ անհանգստություններ ունեիք, ինչու՞ չնախադեպեցիք, օրինակ համար իմպիչմենտի գործընթաց։ Դուք եք գտնում, որ հիմա գտնում եք գործարարների շեղումները։ Այո, անվստահություն։ Բնական հարց։ Պատասխանը հետևյալն է. Պարոն Ասլանյանի եւ իմ հնարավորությունները շատ համեստ են։ Բայց երբ որ Նարեկ Մայլյանը եւ Էդգար Ղազարյանը հանդես եկան առաջարկությամբ, այդ նախաձեռնությամբ հանդես եկան, դիմեցին բոլոր պատգամավորներին սկսել գործընթաց կամ համաձայնություն հայտնել վարչապետի որը բանը ամեն ինչ նորմալ է, օքեյ է, կամ էլ ասենք իմպիչմենտի գործընթաց սկսել։ Էլի նույն քանի որ մեր համեստ բանը հնարավորությունները համեստ են, մենք ոչ մի նախաձեռնությամբ հանդես չեկանք։ Այն բանից հետո, երբ Հայաստան Դաշինքը հայտարարեց, որ ինքը տեխնացու չունի եւ պատրաստ է միանալ ցանկացած տեխնացուի ստերության եւ պատիվ ունեմ Դաշինքը խմբակցությունը նույնպես նմանատիպ հայտարարությամբ հանդես եկավ, որ չունեն պատրաստ միանալ, եղավ հնարավորություն եւ նաեւ դրան գումարած, որ մենք միշտ հայտարարել ենք պարոն Ասլանյանի հետ, որ մենք տեր ենք մեր համաժողովի որոշմանը, որ Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան առանցքի ուժերի հետ որևէ համագործակցություն չեն գնալու, ասենք մենք չենք միանալու իրենց, չէինք միանալու իրենց նախաձեռնությանը, եթե նույնիսկ իրենք առաջարկեին Էդմոն Մարուկյանի տեխնացությունը, մենք միևնույն է չէինք միանալ, որտեղ սա քաղաքական հարց է, ոչ թե անձերի պայմանավորված հարց է։ Եվ երբ որ ստեղծվեց այդ իրավիճակը, տրամաբանական հարց առաջացավ, բայց դեպքում մեր կարծիքը դառնում է բան, ասենք ինչ-որ իմաստով էական քաղաքական դաշտում, եւ մենք հանդես եկանք այդ նախաձեռնությամբ։ Եվ նաև տեխնացուների հետ շփվեցինք, տեխնացուները 7-ն էին, մեր վարչության անդամ Լյովա Մխիթարյանը, իմ տեխնացություններ առաջադրված պարոն Մարուկյանի եւ եւս 4 հոգու։ Այդ 4 հոգուց շնորհակալություն եմ հայտնում պատրաստակամության համար եւ եթե կարելի է մի հատ ճշտում մտցնել տեխնացուներից մեկը, որը քննարկում էր գնում, իմ բարեկամ իմ ընկեր Արտուր Համբարձումյանն էր, Գյումրիի մեր քաղաքացիական պայմանագրի 16 թվականի քաղաքապետի տեխնացուն, շատ հարցերում մեր մտածողությունը նույնն է, կան տարաձայնություններ որոշակի, բայց այդուհանդերձ տեխնացուներից մեկը ինքն էր։ Ես ներողություն եմ խնդրում իմ գործը, իմ ընկերոջից, իմ լավ բարեկամից Արտուր Համբարձումյանից այդ թյուրիմացության համար, ոչ թե ինքը համաձայնություններ տվել եւ մենք մերժել ենք, այլ ինքը պատրաստակամություն հայտնել այդ հարցը քննարկելու։ Եվ ես վստահ եմ, որ այնպես կլինի մեր հարաբերությունները, որ ինքը այս գործընթացին իր էական աջակցությունը կունենա։ Եվ քննարկումների Էդմոն Մարուկյանի վրա արդյունքում մենք միաձայն որոշեցինք, որ պետք է լինի մեր տեխնատուն Էդմոն Մարուկյանը, բոլորը լավ ճանաչում են Էդմոն Մարուկյանին եւ հետեւաբար առանձնապես ներկայացնելու կարիք չկա։ Պարոն Աղազարյան, տեսեք, համացանցում արդեն մի քանի օր է քննարկվում է այս հարցը, որ Էդմոն Մարուկյանը Նիկոլ Փաշինյանի մարդն է ու իրեն բերելով, ներկայացնելով, որ դուք ուզում եք ինչ-որ ազնիվ գործ սկսել, դա
ճիշտ չէ, քանի որ ինքը 2020 թվականի պատերազմից հետո շարունակեց Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել, պահել Նիկոլ Փաշինյանի գիծը, այսինքն մարդիկ չեն ընդունում Էդմոն Մարուքյանին։ Դուք չեք կարծում, որ ձեր այս գործընթացը ձախողված է արդեն։ Էդմոն Մարուքյանը երբեք Նիկոլ Փաշինյանի հետ չի աշխատել, Էդմոն Մարուքյանը աշխատել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ։ Դա տարբեր բաներ են, չպետք է երկու բան խառնել իրար։ Հայաստանի Հանրապետության վարչապետը դա ինստիտուտ է, սահմանադրական ինստիտուտ է, եւ այդ սահմանադրական ինստիտուտը ներկայացնողը գնահատել է ըստ արժանույն պարոն Մարուքյանի ընդունակությունները, կարողությունները, գիտելիքները, փորձը եւ առաջարկել է պաշտոն եւ Էդմոն Մարուքյանը որպես պետական մտածողության տերմարդ չէր կարա հրաժարվել։ Դասել է աշխատել են եւ աշխատանքի ընթացքում առաջարկել է տարածությունները եւ այս ճանապարհները բաժանվել են։ Այստեղ ես որևէ բան չեմ տեսնում։ Հիմա մենք էլ ենք հայտարարում պարոն Ասլանյանին, որ մենք Հայաստան դաշինքի հետ պատիվ ունենք հետ, բայց Հայաստան դաշինքի անդամների հետ, որոնք կարող ուժեր են, կամ պատիվ ունեն մի անդամների հետ, որոնք կարող ուժեր են, մենք միշտ պատրաստ ենք մեր համեստ, ասենք, գնալի կարծիքը ներկայացնել, որ իրենք պետք է օրինակ ներգրավվել են շատ հարցեր են պետական շինության եւ այլ եւ այլ։ Չպետք է խառնենք երկու բաները։ Եվ ինչ արդյունք ունեք այսօրվա դրությամբ պարոն Աղազարյան, մի քիչ առաջ պարոն Ասլանյանի աշխատասենյակում արդեն ստորագրեցինք փաստաթղթերը եւ գործընթացին տվել է մեկնարկ եւ հիմա արդեն այն պատգամավորները, որոնք գտնում են, որ մեր մոտեցումը իրենց համար ընդունելի է, թող գան եւ ստորագրեն։ Իսկ այդ բանը նախաձեռնության տակ ստորագրեն։ Իսկ այդ մտայնությունը, որ Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի այսպես կոչված մարդն է, ես էլ նույն ձևով։ Եկեք Նիկոլ Փաշինյանի հետ աշխատել եք դուք էլ, այսինքն վստահություն չկա կարծես թե ընդդիմության կողմից, այդպես է արձանագրվում։ Ինչ վիճակ առաջանում։ Եթե ասենք գործընթացը հաջողությամբ ավարտվում է եւ Էդմոն Մարուքյանը դառնում է վարչապետ, ինչ ենք մենք ունենում։ Ունենում ենք հետեւյալ իրավիճակը։ Նիկոլ Փաշինյանը ունենում է 1 տարի ժամանակ հանգստանալու, իմի բերելու անցած ճանապարհը եւ ժողովրդին ներկայանալու պետության առաջ ծագած մարտահրավերների լուծման իր տեսլականով։ Նույն բանն անում է Էդմոն Մարուքյանը, նույն բանն անում ենք մենք, ենթադրենք, նույն բանն անում է Հայաստան դաշինքը, պատիվ ունեմ եւ արտախորհրդանական լիքը ուժեր։ Միավորվում են ինչ են անում, ժողովրդին ներկայանում, ասում են մենք Իհարկե նույնիսկ խիբի հարցի լուծումը սենց ենք պատկերացնում, մենք սահմանադրության փոփոխության հարցը սենց ենք պատկերացնում, ազնվորեն ներկայանում ենք ժողովրդին եւ այն հանգամանքը, որ վարչապետը չի հասցնելու մեկ տարվա ընթացքում այնպիսի լծակների տիրապետի, որ կարողանա սուբյեկտիվորեն ազդի ընտրական գործընթացների վրա հաշվի առնելով քաղաքացիական պայմանագիր, Հայաստան դաշինք, պատիվ ունեմ, իրաց անդամները հանձնաժողովներում եւ այլն, եւ մյուս կողմից էլ արդեն քաղաքացիական պայմանագիրն ըստ էության զրկվում իր վարչական լծակների կիրառելու հնարավորությունից, մենք ունենալու ենք պատմության մեջ լավագույն ընտրությունները լեգիտիմության իմաստով, թափանցիկության իմաստով եւ հետեւաբար այդ ձևավորված իշխանությունը կպատվիրակվի ժողովրդի կողմից լուծելու այն մարտահրավերները, որոնք ծառացած են երկրի առաջ։ Չէ՞ որ դիմությունը այս վերջի տարիներին մի քանի անգամներ փորձեց փողոցային պայքարով հասնել հաջողության, 1 տարով ինչ-որ մեկին նշանակվել վարչապետ Վազգեն Մանուկյան, Բագրատ Գալստանյան, կարծեմ էլիկա թե չեմ հիշում։ Նշանակվել վարչապետ, որպեսզի անցկացվեր արդար անցումային կառավարություն եւ անցկացվեր արդար ընտրություններ։ Հիմա այդ իրավիճակն է։ Այդ իրավիճակն է, Աղազարյան Նովիկյանը Նիկոլ Փաշինյանի մարդն է, Էդմոն Մարուքյանը Նիկոլ Փաշինյանի մարդն է, ինչ կապ ունի դա, երբ որ կոնկրետ տեսնում եք ինչ իրավիճակ է ստեղծում։ Վստահություն չկա, պարոն Աղազարյան, ասում են, որ դուք կեղծ ընդդիմություն եք։ Շատ բարի, բայց ինչ կարանք անենք։ Մի տարվա ընթացքում ինչ կարանք անենք, ասենք նախարարներին չի փոխվելու, նախարարները չի փոխվել, նախարարները թողնելա մնան նույնը, ասենք Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մնալու է եւ այդ իշխանությունը օգտագործելով վարչական լծակներ, ոչ, փոխվելու է կառավարության կազմը, բնականաբար, եւ կառավարապետը իհարկե մասնակցություն ունի այդ կառավարության ձևավորման վրա, պահանջներ դնեն իհարկե, որպեսզի բալանսավորված լինի վիճակը, որ որևէ մեկը լինելով Նիկոլ Փաշինյանի մարդը նույնիսկ չկարողանա ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Պարզ հասարակ լուծում է, այնքան պարզ է, ինչպես որ ասում են բանը,
Բայց երկինքի առանց անամ երկինքը։ Դե հիմա անդիմությունը այդպես է որակում, որ 3 ՔՊԱ-կաներ, հա, ովքեր աշխատել են Նիկոլ Փաշինյանի հետ, ամենավստահելիներից են եղել ու այսօր առաջարկում են նոր կառավարություն։ Այսինքն սա կեղծ օրակարգ է, որը շահարկվում է աշխարհի դրսում։ Դա շատ տրամաբանական է մյուս կողմից, որովհետև պարոն Ասլանյանը եւ ես լինելով խմբակցության անդամ, լիքը մենք խնդիրներ ենք մեր առաջ հայտնվել։ Թերությունների մենք շատ լավ տեղյակ ենք։ Պարոն Մարությանը նույնպես լինելով թիմի ինչ-որ իմաստով մասնակցել է աշխատանքի կառավարությանը եւ այլն, եղել է երկդաշինքում, եղել է առաջի համարը, վարչապետի տեխնատուն է եղել պարոն Մարությանը եւ շատ տրամաբանական է, որ այդտեղից ծագի այդ թիմը, բայց ինչ եք ուզում։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Սերժ Սարգսյանի ժամանակ եւ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ եւ ուշ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ ընտրությունները կեղծվել են։ Ամբողջ աշխարհը գիտի Ռոբերտ Քոչարյանը, գիտի Սերժ Սարգսյանը, գիտի Լևոն Տեր-Պետրոսյանը իր ուշ ժամանակների հետ կապված։ Թողնենք իրանք հասկացնեն ընտրությունները։ Չէ։ Հենց այն ուժը պիտի անցկացնի, որը հեղափոխության արժեքները կրում է եւ ուզում է շարունակական դարձնել այդ ամեն ինչը։ Եվ հնարավորություն է տալիս նորից եմ ասում վարչապետին, այսօրվա վարչապետին հանգստանա մի տարի ռեստարտ անի, իր գաղափարները, իր մտքերը ամփոփի եւ ներկայանա ժողովրդին։ Ինչ կլինի դա։ Հայաստան դաշինքը դու ինքը ներկայանա ժողովրդին, εμείς դու ներկայանա ժողովրդին, մյուսները դու ներկայանա ժողովրդին, ես տեսակետներով եւ լինի մի տարի հետո գրողը տանի։ Հիմա Նիկոլ, Էդմոն Մարությանը Նիկոլի մարդն է, Հովիկ Աղազարյանը Նիկոլի մարդն է։ Այսինքն հիմա Էդմոն Մարության կամ Նիկոլ Փաշինյանը ինչ տարբերություն ձեր համար։ Ինչ տարբերություն ձեր համար է դեպքում։ Ինչ ռիսկ եք անում։ Չէ՞ որ եթե չի լինում Էդմոն Մարությանը, մնում է Նիկոլ Փաշինյանը, բայց ստեղ գոնե մի քիչ շանս կա, չէ՞ որ ասենք այդ դաշտը ստեղծվի, վստահության դաշտը ստեղծվի եւ գնանք ընտրությունների։ Սա ավելի քան տրիվիալ է։ Ինչ են ասում խմբակցությունները, խմբակցության ղեկավարների հետ զրուցել եք, ունեք արդեն պայմանավորված։ Շատ տարօրինակ է իմ համար Էդգար Ղազարյանի դիրքորոշումը, որովհետեւ մենք ինքներս հայտարարել ենք, որ մենք անսացել ենք պարոն Մայլյանի եւ պարոն Ղազարյանի նամակներին կոչին եւ մենք գնացել ենք այս քայլին։ Հիմա ընդ որում իրանք ծառեր էին ասում, բան ասում էր համար կարևոր չի, թեկնածուն մի տարի ժամանակ է մնացել, ինչ կարևոր է եւ հիմա այդ նոմանությունը իրանք վիզիտելիք դուրս չի գալիս։ Այսինքն պարոն Էդգար Ղազարյանը ոչ թե ուզում է իմպիչմենտի գործընթաց սկսի վարչապետի նկատմամբ, այլ ուզում է վարչապետ կարգի ինչ-որ մեկին։ Այսինքն ինքը այնքան կա, որ վարչապետ կարգի։ Բարիերի մնա քո դիրքերի վրա շնորհակալ եմ ես որպես պատգամավոր, որպես քաղաքացի քո նախաձեռնության համար եւ մենք անսացել ենք կոչի։ Հիմա Էդմոն Մարությանը քո դուրը չի գալիս։ Ինչո՞վ նա հիմնավորի տնամ Նիկոլի Մարսն է, թե այդ հիմնավորումը ծիծաղելի հիմնավորում է։ Հետևաբար պարոն Էդգար Ղազարյանը, պարոն Նարեկ Մայլյանը եւ մյուսները բոլորը պարտավոր են եւ կլծվեն impeachment-ի կարծում եք որ արդյունք ունենան իրանք ճանապարհ չունեն իրանք պետք է լծվեն impeachment-ի գործընթացին եւ պարոն Մարությանը դառնալու է Հայաստանի Հանրապետության վարչապետ առնվազն այս մնացած ժամանակի հատվածի համար։ Պարոն Աղազարյան, սրան զուգահեռ կարծես թե ագրեսիվանում են ՔՊ խմբակցության ներկայացուցիչները, նախարարները, հա, ՔՊԱ-ականները, որ զգում են իշխանության, գուցե իշխանությունը իրենց ձեռքից խլվում է։ Դրան օրինակ զուգահեռ խորհրդարանում Արսեն Թորոսյանը շատ կոպիտ հայոյախառ ելույթներ է ունենում, գրեթե բոլորը փորձում են Նիկոլ Փաշինյանին ցույց տան, որ իրենք ամենավստահելին են եւ այլն։ Այսինքն պատրաստ են դիմադիրները նաեւ արձագանքել իշխանության այս ագրեսիային։ Տեսակ ծեծ եղավ, փորձում են Լևոն Քոչարյանի։ Արսեն Թորոսյանը հաղթական բանակի ուսուցման վարչության անդամ է, եւ երբ որ քննարկում էր ինձ վարչությունից այդպես կոչված հեռացնելու հարցը վարչությունում, դե ծանոթացել էին անձնական նամակագրությանը, ասենք որտեղ նամակագրություն կա երկու մարդու մեջ, երկու չափահաս մարդու մեջ։ Կարդացել է Թորոսյանը։ Կարդացել են, ասենք թե հիմա թե ինչ խոսքեր ասված, ինչ խոսքեր չի ասված երկու չափահաս մարդու մեջ։ Անձնական զրույց է, թե ինչ խոսքեր ասված, ինչ խոսքեր չի ասված, որևէ մեկին ռուսերեն կա, դիվաշը սաբաչի ձելը, չէ։ Բայց Արսեն Թորոսյանը ադրժովի ամբերին ճարտարություններ արեց։ Ընդ որում պարոն Թորոսյանը էսի ինքն է հրապարակել, եթե ինքը հրապարակաշել ես չի ասի այդ մասին։ Վարչանիստի ժամանակ ասեց, բա պարոն Աղազարյան, այսքանից հետո մենք ո՞նց կարանք նույն ազգային ժողովում լինենք։ Ես ասեցի, պարոն Թորոսյան, եթե չեք ուզում նույն ազգային ժողովում լինենք, մանդատը դրենք եւ դուրս եկեք։
Այդ դեպքում մենք չենք լինի Իրար հետ ժողովում իրար հետ։ Այդ ինքն է հրապարակել, հասնելով ես ինքս բան ասել, ես լեկտիավարի ես պատասխանել եմ։ Այդ հակառակ դեպքում ես չէի հրապարակել։ Հա, հիմա նայում եք իր խոսքերը, իր խոսքերը ազգային ժողովի ամբիոնից եւ իմ ասածը, ես դառնում եմ բանը, սրբագույն մարդ։ Ինչ է տեղի ունենում։ Դա տեղի ունենում արդեն նախընտրական process-ներ ա գնում։ Եվ յուրաքանչյուրը պետք է ապացուցի, թե ինքը ինչքան Նիկոլա որպեսզի արևի տակ իր տեղի համար պայքար տանի։ Եվ ես այդ իմաստով դա բանազդել եմ բանարել, ստեղծել ու հաշվարկներ եմ անում անընդհատ։ Ովքեր են ավելի շատ պաշտում Նիկոլ Փաշինյանին։ Հա, ասենք, գիտեք, օրինակ Նիկոլը հավասար է 1 Նիկոլի։ Նիկոլը ինքը հավասար է 1 Նիկոլի։ Օրինակ Վահագ Ալեքսանյանը հավասար է 1.73 Նիկոլի, ասենք Նիկոլից ավելի շատ Նիկոլա։ Այդ ըստ իմ բանազդելի։ Արսեն Թորոսյանը 2.7 Նիկոլա։ Մասիկ Ալեն Սիմոնյանը 2-ի մոտ Նիկոլա։ Կան անդամներ, որ չեն կարող ձգտել, չեն կարող ձգել այդ բանը կամ չեն ուզում ձգել, որտեղ իրանք այլ դաշնապատվություն են, կամ որ 0.7 Նիկոլ են, 0.6 Նիկոլ են։ Հիմա այդ պայքարն է գնում, այս ռեյտինգը ես անընդհատ հարմարացնելու եմ, տեսնեմ, ասենք, ով է առաջատար, այս պահին առաջատարը Արսեն Թորոսյանն է, մոտավորապես 2.73 հա, ինչպես ասեցի։ Հավատարմություն ցույց տալու։ 2.73 Նիկոլ, այսինքն 2.7 անգամ մոտավորապես ավելի Նիկոլա, քան Նիկոլ Փաշինյանը։ Ալեն Սիմոնյանը 2 անգամ ավելի շատ Նիկոլա, քան Նիկոլ Փաշինյանը։ Վահագ Ալեքսյանը 1.5 քան ասեցի։ Հիմա էդի գնում է նրա համար, որպեսզի ցույց տան հավատարմության բանը, գործակիցի ինչքան բարձր է, որպեսզի սպասում է չէ խորհրդանական ընտրություններ։ Եվ ամփոփելով, ինչ է սպասում առաջիկա օրերին, պարոն Աղազարյան, փաստաթուղթը կա, դաշտը ընդդիմադիր։ Երկու պատգամավորների կողմից Հովիկ Աղազարյան, Հակոբ Ասլանյան, պարոն Մարուկյանի համաձայնությունը ստորագրված դրված է այնտեղ եւ փաստաթղթերը տեղադրված են պարոն Ասլանյանի աշխատասենյակում եւ մենք դիմել ենք մեր գործընկերներին, որ նրանք ովքեր համաձայնություն կհայտնեն, գան եւ ստորագրեն այդ փաստաթղթի տակ, impeachment-ի փաստաթղթի տակ։ Քանի օր կտևի այս process-ը ըստ ձեզ, պարոն Աղազարյան։ Դժվար է ասել։ Էլի չեմ կարող ասել։ Բանակցություններ կան, հա, ընդդիմադիրները պետք է վարվեն։ Խոսակներ կան, բան, բայց քանի օր կտևի ես չեմ կարող ասել։ Մոտավոր հանրության համար որպեսզի պարզ լինի, երբ հստակ կլինի արդյոք ունեք վարչապետի տեխնացու եւ գնում եք անվստահության գործընթաց սկսելու։ Օրենքով եւ սահմանադրության նախատեսված կարգով վարչապետի տեխնացու ունենք։ Անվստահության գործընթացը որ սկսում, այսինքն բոլորով համաձայն եք նախաձեռնության նշանակում վարչապետի տեխնացու կա, բայց ստորագրությունները հավաքել 36 ստորագրություններ հավաքելու գործընթացը ես չեմ կարող ասել ոսկանթանա, որովհետեւ դա մի քիչ բան անկախատեսելի բան է, հետեւաբար պիտի սպասենք, էլ ուղղակի, բայց կերևա, տենդենսը կերևա, 1-2 օրից ասել տենդենսը կերևա, էլի։ Շնորհակալ եմ, պարոն Աղազարյան, մեզ հյուրընկալվելու համար։ Կհանդիպենք հարգելի հետևորդներ։